ուղղակի ես ուզում եմ իմ երեխան կեղտոտ միջավայրում չմեծանա։ Ես չեմ ուզում իմ երեխան չհասկանա ով է իր ծնողը, ես չեմ ուզում իմ երեխան ունենա վատ ընկերներ, ես չեմ ուզում իմ երեխան սովորի վատ երևույթներ, որոնք որ շատ ու շատ մարդկանց համար նորմալի սահմաններում է, չէ։ Ես կարող եմ իմ արտահայտչած ձևի մեջ մի քիչ կոպիտ արտահայտվեմ, բայց խելացի մարդիկ, գոնե խելացի մարդիկ հասկանում են, թե ես ինչ նկատի ունեմ։ Սա իմ իրավունքն է խոսելու, ոնց ուզեմ նրանց կարտահայտվեմ եւ որևէ մեկին չեմ պարտադրում որևէ բան։ Ես մտածում եմ, որ պիտի ամեն դեպքում ընտանիքը լինի ամենակարևոր ու երեխան հատկապես, որ դա քո սերունդն է, պիտի սերի են կարևոր ու օգտակար բաները ծնողից, որ վաղը իր համար ուղղակի ապրելը հեշտ լինի։ Յուրաքանչյուր մեկի համար էլ հեշտ է երեխային բաց թողել ու ասել ապրին ես ոնց ուզում ես ու դրսևորվին ես ոնց ուզում ես, բայց այդտենց դու երբեք էլ երեխա չես ունենա։ Կարեն, վերջերս հարցազրույցի մասնակցեցիր, որից հետո վատ ալիք եկավ դեպի քեզ։ Հետաքրքիր է դու սպասում էիր այդ ալիքին վատ, արտահայտվելուց այդ պահին մտածել էիր, որ հասարակությունը քեզ կհոշոտի, այսպես ասած, եւ ընթացքում ինչ պատմություններ տեղի ունեցավ։ Իրականում որևէ կերպ չեմ արձագանքել որևէ մեկի կոմենտին կամ գրածին, որովհետև իմ համար կոմենտ գրելը այդ հատկապես տղամարդկանց կողմից այդ էլի կոպիտ չասեմ, որ բան չլինի, բայց հասկացան գոնե այն մարդիկ, որոնք որ նայում ես հասուն տղամարդը կոմենտ է գրում էլի։ Չէ, տղամարդու դրսևորումը մի քիչ ուրիշ տեղ պիտի լինի, ոչ այդ սոցհարթակներում, որտեղ հետո նաև կորում է ինքը էլի, որ իրան որևէ բան չասես։ Չէ, սպասում իրականում, բայց եթե նույնիսկ եղել է, ես որևէ կերպ չեմ արձագանքել վատ կոմենտներին, սա իրենց կարծիքն է, իրանք թող դրսևորվեն իրենց կյանքում նենց ոնց ուզում են, իրանք թող իրենց երեխային դասերակեն նենց ոնց ուզում են, չեմ քննադատում որևէ մեկին։ Ես իմ երեխային դասերակում եմ նենց, որ ես իմ երեխայի վայելքը զգամ եւ իմ երեխայի սերը վայելեմ։ Ես ոչ մի դեպքում կոչ չեմ անում բռնությանը։ Ես ասում եմ երբեմն լինում են դեպքեր, որ պիտի նույնիսկ մի քիչ կոպիտ լինես, նույնիսկ քո հայացքով, նույնիսկ չգիտեմ, որևէ մեկի թաթիկին խփելը ինչ որ սարսափելի երևույթ չի։ Ասում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, թող որևէ մեկը չմտածի, որ սա իր մասին է, սա իմ մասին է։ Նա էլ է իմ մասին եղել։ Հասկացաք։ Հրաշալի է ամեն ինչ, ես չեմ նեղվում այդ տեսակ կոմենտ գրողներից, ուղղակի նեղվում եմ, որ մեր հասարակության մեջ կան պայմանական հասուն տղամարդիկ, որոնք կոմենտներով են ապրում։ Իմ համար իրենք հասուն տղամարդիկ չեն։ Էլի իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարեն, հետաքրքիր է, դու շատ գիտակցված ես մոտենում այս քննադատություններին, բայց չես կարծում, որ ընտանիքիդ վրա անդրադառնում այս խոսակցությունները, կնոջը, ծնողներիդ, օրինակ, չգիտեմ։ Չէ, որովհետև իմ ընտանիքի անդամները հատկապես ու ինչ շրջապատող մարդիկ, որակով մարդիկ են իդեպ, շատ լավ հասկանում են ինձ ու որևէ կերպ սա չի դրսևորվում վատ առումով ինչ շրջապատող մարդկանց վրա։ Իրանք նաև կիսում են իմ կարծիքը, ճիշտ է, էլի են ասում, որ կարելի ուրիշ կերպ արտահայտվեիր իրականում ավելի մեղմ ու փափուկ, բայց ես այտենց եմ ուզում արտահայտվեմ։ Ով հասկանում է, թող հասկանա, ով ասել, որ ես պիտի ուրիշի ականջը գոհացնելու համար իմ խոսքի ձևը փոխեմ, նենց որ ինչ որ մի հատ պլաստմասից մեկի ականջը գոհացնեմ։ Չէ, չեմ ուզում։ Դու չես վախենում, որ կարող է քո արտահայտած միտքը հետևորդների մի զանգված կորցնի, հա, դու նման բաներ չես վախենում։ Հետևորդներ։ Գիտես ինչ տիպի հետաքրքիր չի հետևորդների քանակ կորցնելը, ով ինձ ընկալում եւ հասկանում է, իմ համար քանակի մեջ չի իրականում որակը։ Ես ունեմ քիչ ընկերներ, բայց այնքան որակով ընկերներ, որոնք որ հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց տեղ են լրացնում։ Ինձ պետք չեն այդ հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ, որոնք պիտի ինձ համար որակ չապահովեն, ուղղակի քանակ լինեն։ Չէ, ես երբեք քանակով չեմ առաջնորդվել։ Իսկ այն հետևորդները, որոնք որ ինչ որ սոցիալական հարթակներում ինձ հետևում են, իրենց շատ շնորհակալ եմ, որ ինձ հետևում են։ Ես пассив եմ, ես շատ ինչ որ նյութեր չեմ գցում, ինչ որ իմ առօրյան չեմ կիսում մեծ հաշվով հասարակության հետ։ Այն ինչ որ երբեմն գցում եմ, իրանք դրա հետ հաշտ են եւ գոհ են։ Հիմա ով ինձ կհետևի, շնորհակալ եմ, ով չէ։ Խնդրեմ։
Հարցազրույցից հետո մարդկանց մի զանգված կնոջդ էին հորդորում, որ լքի քեզ քանի շուտ է։ Իմ կինը իրականում շատ ամուր իմ կողքին կանգնեց ու ինքը մի քիչ պատասխանում էր կոմենտներով ինչ որ մարդկանց ու նույնիսկ ընկերներս։ Եկանք իմ ասացի, որ ամեն դեպքում անդրադարձ եղել է։ Ոչ իմ կողմից։ Ինքը եւ իմ ընկերները բավականին լուրջ վերաբերվեցին այդ ամեն ինչին ու հատկապես այդ էլի եմ ասում պայմանական հասուն տղամարդկանց կողմից գրված կոմենտների շուրջ ծավալվեցին ու ասեցին տղա ենք, եկեք հələ մի հատ իրար տեսնենք, հասկանանք, օրինակ ինչի ես տենց մտածում։ Ոչ ասում ենք կռիվ անենք, ոչ էլ։ Ուղղակի տեսնենք ինչի ես դու տենց մտածում եւ ինչ էր ուզում ասել մեր այս անուշ աղբերը, օրինակ։ Հələ եկեք մի հատ հասկանանք։ Չէ, իրականում նույնիսկ այն տղամարդիկ, որոնք որ կոմենտ էին գրել, իրանք փախան ուղղակի։ Լավ, ինչի՞ց ես փախնում, եթե դու պիտի տենց անես։ Այդ նույնն է, ոնց որ գնաս կռիվ, բայց փախնես։ Գնաս ինչ որ ծառի տակ, քարի տակ թաքնվես ու օրինակ ոչինչ չանես։ Կռիվ գնալու իմաստը ո՞րն է, այ տղա ջան, օրինակ։ Ահա։ Եթե ես չեմ սխալվում, նույնիսկ ոստիկանություն են, չէ՞, դիմել այդ հարցազրույցից հետո։ Հա, բայց գոնե ոստիկանությունում adekvat մարդիկ կան ու հասկացել են, որ այդ դիմողները այդպես շուտ տգետի սահմանի պիկն են հատել արդեն, ինչ ոստիկանություն, ինչ եմ արել։ Ընթացք չի տրվել։ Չէ, իհարկե չէ։ Բայց նույնիսկ ուզում էի լինել ոստիկանության կողմից արձագանք, որ հասկանայի, օրինակ, հələ եկեք նստենք մի հատ sense խոսենք, էլի։ Պարզաբանում։ Դա էլի հասկանանք ինչ եմ արել, էլի։ Կարեն, իսկ նման դեպքերում երբևիցե այս վատ ալիքներ, ինչ որ եղել է, որ դու այնքան վատ հոգեվիճակում լինես, ոչ միայն պատասխանես, այլ նաև մասնագետի դիմես, որ այդ հոգեվիճակից դուրս գաս։ Չէ, իհարկե չէ։ Ես ինքս ինձ հետ հաշտ եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, ես գիտեմ ինչ եմ մտածում, ինչ եմ զգում։ Ինչ խնդիր, ինչ որ մի քանի մարդկանց վատ արձագանքից կամ կոմենտից ես որ ընկնեմ ինչ որ վիճակի մեջ որ ունենամ օգնության կարիք, չէ։ Ես բավականին ուժեղ եմ այդ առումով։ Քո թույլտվությամբ, քանի որ այս ամենի մասին խոսեցինք, ես ուզում եմ մեր հետևորդներին տեղեկացնել, որ բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ ստեղծել է Meet քարտակը, որտեղ ոլորտի մասնագետները արդեն մեկ տեղում են եւ կարող եք դիմել իրենց, խորհրդատվություն վերցնել, վստահ լինելով, որ ապահով ձեռքերում եք լինելու։ Վախեր, տագնապներ, կպչուր մտքեր, որոնք հանգարում են լիարժեք ապրել։ Սիրային եւ այլ կախվածություններ, որոնք թույլ չեն տալիս առաջ շարժվել։ Ինքնագնահատականի խնդիրներ, միջանցնային կոնֆլիկտներ, որոնք բացառում են առողջ եւ կայուն հարաբերությունները։ Տրավմաներ, որոնք շարունակում են մնալ չհաղթահարված։ Բոլորս կյանքի որևէ փուլում բախվում ենք այս խնդիրներին։ Սրանք հաճախ անլուծելի են թվում վստահելի մասնագետ չգտնելու պատճառով։ Հենց այս խնդիրը լուծելու համար է ստեղծվել Meet քարտակը, որը նախաձեռնել է բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Ռաֆայել Պետրոսյանը իր համախոհ ընկերների հետ։ Meet քարտակի օգնությամբ մարդիկ կարող են գտնել հոգեբանական ոլորտի լավագույն մասնագետներին, առցանց գրանցվել եւ այցելել խորհրդատվության, համոզված լինելով, որ իրենց առողջությունը վստահում են ոլորտի պրոֆեսիոնալներին։ Այժմ դու գիտես ինչպես հոգ տանել էմոցիոնալ դաշտիդ մասին, ունենալով կյանքի բարձր եւ կայուն որակ։ Ես կոմենտները առանձնացրել եմ իհարկե, բայց գիտես ինչն է հետաքրքիր, շատ վատ կոմենտի եղել է, որ հանդիպել ես եւ այդ կոմենտը քո վրա ինչ որ մեծ տպավորություն է թողել։ Անկեղծ լինեմ, հիմա նույնիսկ ոչ մի բառ ու տար չեմ հիշում այդ կոմենտներից, թե ով ինչ էր գրել։ Նույնիսկ արդեն մոռացել եմ այն մարդկանց, որոնց ֆիքսել էի, որ ինչ որ մի օր փողոցում տեսնեմ, ուղղակի ասելու էի արի մի հատ աչքերիս մեջ նայի։ Չէ, դից ինչ-որ ազդեցություն որպես այդպես, եթե թողեր ազդեցություն ինչ-որ կոմենտին վրա, ես պարտադիր դրան արձագանք կունենայի, բայց քանի որ չեմ ուզում հավասարվեմ այն մակարդակին եւ այն հարթությանը, որտեղ իրանք են գտնվում այդ գրելու, չէ, էլի։ Ինչ որ մի օր եղել է դեպք, երբ որ ես անձամբ տեսել եմ ինչ որ մեկին ու ինչ որ մեկը ինքը իմ համար, ով նույն տարածքում ա եղել, որտեղ ես ու այդ կոմենտ գրողներից էր։ Ու ես իր ընդամենը հայացքից հասկացա, որ այնքան է զղջում իր արածի համար, որ նույնիսկ իմ աչքերին չէր կարողանում նայել։ Էլ ոչ մի բառ չունեի ասելու այդ մարդուն։ Ուղղակի ես զգում եի անդադար, որ ինքը փախցնում է իր հայացքը։ Բայց եթե պիտի դու գրես ու հետո փախցնես հայացքը, դու չուզենես ինձ տեսնես, որովհետև չգիտես ինչ պիտի պատասխանես ինձ, իմաստը քո արածի։ Իսկ այդ հաղորդումից հետո, այդ սկանդալային ամեն ինչից հետո եղել է, որ գործնական առաջարկներդ բացարձակ, նույնիսկ ասեմ հակառակը։ Շատ ու շատ դեպքերում
հակառակին եմ ականատես եղել, որ մարդիկ ասել են քո հաղորդումը նայելուց հետո մենք որոշել ենք, որ դու պիտի մեր միջոցառումը վարես եւ կազմակերպես։ Ես բավականին շոյված ու լիացած էի իրականում այս տեսակ վերաբերմունքից։ Կարեն, մի հարցել եմ ուզում տալ, քանի որ խոսեցինք հետևորդներից եւ դու ասացիր, որ բացարձակ հետաքրքրված չէ, չէ՞, հետևորդների քանակը ինչքան կլինի, կավելանա, կքչանա։ Ճիշտ է, որ այս պահին սերիալ արտադրությունը այս տեմպով է աշխատում, ով ունի շատ հետևորդ համացանցում, իրենց էլ ներգրավում են այդ սերիալում։ Չգիտեմ։ Ես ինքս չեմ հետաքրքրվում նման վիճակներով, թե ոնց են ընտրում առհասարակ դերասաններին կամ ոչ դերասաններին, ովքեր ունեն շատ հետևորդներ, ինձ դա բացարձակ հետաքրքիր չի։ Ինձ համար հետաքրքիր է այն, թե ես ում հետ պիտի խաղամ։ Տես, դու կրթություն ստացած դերասան ես, չէ՞, ամեն դեպքում մեծ հետևորդներ ունես։ Հիմա հետաքրքիր է, տես, դերասանակը կրթություն չունեցող մարդը, բայց ով ունի բավականին շատ հետևորդներ Instagram-յան հարթակում կամ TikTok հարթակում կապ չունի, բերում են եւ ձեր հետ նույն հարթության վրա պետք է խաղաք։ Այ դերասանի համար ինչ վիրավորական է դա, տհաճ է, ինչն է։ Չէ, իրականում շատ կարևոր է այդ ինստիտուտը անցնելը, մասնագիտությունը ձեռք բերելը, սրա բոլոր ելքերին ծանոթ լինելը, ճկուն լինելը, կիրթ լինելը, յուրաքանչյուր այս նշածս բոլոր ֆակտորները ու sense կարող եմ sense հարյուրավոր նշել ու թվել, թե ինչքան կարևոր է այդ ինստիտուտում սովորելը, թատերական ինստիտուտում ու անցնել այդ դպրոցը։ Իսկապես դերասանի համար դժվար է խաղալ ոչ դերասանի հետ, որովհետև բայց նաև չենք բացառում, որ կան չսովորած դերասաններ, որոնք լավ դրսևորում ունեն այդ ոլորտում, բայց միևնույն է, ինչ որ մի պահի, ինչ որ մի կետում զգացվում է, որ ինքը չի անցել այդ դպրոցը։ Իրականում բավականին բարդ է խաղալ կրթություն չստացած քեզ հետ խաղացողի հետ, դերասան չասեմ, քեզ հետ խաղացողի հետ։ Ինչի, որովհետև երբ որ դու տրամադրվում ես, դու գիտես քո անելիքը, դու կենտրոնանում ես քո կերպարի վրա, ու ինչ որ մեկի մոտ դա չի ստացվում նույնիսկ 100-րդ անգամ, բայց քանի որ ինքը կա, պիտի 101-րդ անգամով ստացվածը վերցնեն որպես կադր եւ սարքեն սա որպես պրոդուկտ։ Բայց թե կադրի այն կողմում արդեն դերասանը, որը որ կես մարդ է դարձել իր տրամադրվածության մեջ եւ սпасելով մինչեւ ինչ որ մեկը կկարողանա, կերպարը իր հասկանա, կերպարել չէ։ Դու հասկանում ես, այստեղ ինչքան դժվար է դերասանի համար, որ ինքը հետո էլ պիտի խաղա, չէ՞։ Արդեն էս ներվը, էս հոգնածությունը, հա, այսինքն ինքը քեզ խժռում է, ինչա իր մոտ ստացվի ընդամենը 3 վայրկյանանոց մի տեսարան։ Օրինակ, սա իմ համար օրինաչափ չի եւ ճիշտ չի։ Հիմա թող ֆիլմ արտադրողները, սերիալ արտադրողները, չգիտեմ, ոնց կվերաբերվեն իմ ասելիքին, բայց սա ճիշտ չի, ժողովուրդ։ Շատ ու շատ տաղանդավոր դերասաններ ունենք դաշտում։ Ընտրեք եւ ունեցեք հրաշալի պրոդուկտ։ Բոլորը իհարկե գիտեն, հասարակության մեծ մասը մեր թուրքական սերիալներ են նայում, որովհետեւ մարդիկ որակով արտադրանք են տալիս, նաեւ նպաստում են туриզմի զարգացմանը։ Իրենց բոլոր տեսարժան վայրերում են նկարահանում, ինչ որ հետաքրքիր բան են ստանում այդ ամենից։ Դու ոնց կուզեիր լինել մեր հայկական սերիալ արտադրությունը, որպիսի մենք աճ գրանցենք եւ ի վերջո մենք էլ մտնենք այնպիսի շուկա, որ հիմա թուրքական սերիալներն են։ Օրինակ թուրքական սերիալները բավականին լուրջ ֆինանսավորվում են պետության կողմից, որպեսզի այո, տուրիզմ։ Եվ դրա արդյունքում նաև ներկայացնում են իրենց պատմամշակութային ճակերտներում, ասեմ, ունեցածը, որոնց մեջ դեռ շատ հայկական։ Այո, դրա համար եմ ասում ճակերտներում, պետությունը ամեն բան անում է, որպեսզի իր երկիրը ավելի ճանաչելի դարձնի յուրաքանչյուրի համար եւ լսողի ու տեսնողի համար ամեն դեպքում սովորեցնի, որ սա թուրքական է, ոչ թե օրինակ սա հայկական։ Այո։ Օրինակ մենք երբեք ու երբեք չենք անում դա, այսինքն պետությունը չի անում դա։ Պետության համար միևնույն է ֆիլմ արտադրությունը։ Պետությունը կարող է 3 տարին մեկ, չգիտեմ, ինչ որ X գումար տրամադրի մի հատ ֆիլմի համար, որը որ ընդհանրապես 3 դիտում է ունենում կամ 100 դիտում է ունենում կինոթատրոնում են, ու վсё։ Վերջ, սրանով սահմանափակվում է։ Իսկ այլ պետությունները, որոնք ուզում են իրենց պետությունը, իրենց երկիրը ցույց տան հասարակությանը, ուտես, նաև գրավել են հայերին, որ հայերը նայում են հիմա թուրքական սերիալներ։ Դա շատ վատ է։ Այստեղ ելի եմ ասում, պետությունը պիտի լինի այս ամենի գլխին կանգնած, պիտի հովանավոր լինի, պիտի շատ գումար տրամադրի, որպեսզի կարողանա երկրի, հայրենիքի ու հայ մարդու կերպարը ցույց տա ամբողջ աշխարհին։ Ու ոչ միայն հայերենով, այլ նաև պիտի սա ունենա թարգմանություններ եւ այլ պետություններում ցուցադրվի։